Բարև ձեզ, Եվրոմեդիա 24-ի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովրդավարական BVR-ի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան։ Պարոն Գասպարյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կարծես թե պայմանավորվում են Ուկրաինայի շուրջ, համենայն դեպս տրամադրություններն այդպիսին են։ Ձեր կարծիքով ռուս-ուկրաինական պատերազմը ինչ ելք կստանա եւ արդյոք Ռուսաստանը հաղթող չէ այս պահին, արդեն իսկ։ Ես դեռ այդքան չի համարձակվի կտրուկ եւ վերջնական հայտարարություն անել, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պայմանավորվում են, որովհետեւ այնուամենայնիվ Թրամփի եւ Պուտինի նպատակները մի քիչ իրարից տարբերվում են։ Թրամփը ցանկանում է զինադադար կամ խաղաղություն կնքել, ինչը որ խոստացել է իր ընտրողներին, ցանկանում է տիրանալ Ուկրաինայի օգտակար հանածոներին եւ այլն, ցանկանում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ եւ միգուցե նաեւ կարգավորել հարաբերությունները Պուտինյան ռեժիմի հետ։ Ի տարբերություն Թրամփի, Պուտինը չի ցանկանում, որ լինի խաղաղություն, այսինքն արդար եւ երկարաժամկետ, այո, Պուտինը ցանկանում է, որ լինի զինադադար, բայց նախ զինադադար իր պայմաններով, ճանաչելով գետնի վրա իրողությունները եւ գրավյալ տարածքները, որպեսզի բացառվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի խաղաղարար ուժերի ներկայությունը Ուկրաինայի տարածքում, բացառվի Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ի եւ այլն, զինադադար, որը որ լինի ընդամենը ժամանակավոր բնույթ կրի եւ Պուտինին հնարավորություն տա շունչ քաշել տնտեսությանը, բանակին, եւ որից հետո ինքը նորից շարունակի իր ագրեսիան։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ նպատակները տարբեր են եւ կարծում եմ այստեղ է, որ թաղված է շան գլուխը։ Այո, միգուցե առաջին հայացքից հիմա թվում է, թե Թրամփը եւ Պուտինը բարեկամացել են, ասենք արդեն հարաբերություններ են կարգավորում, բայց եթե խորքային առումով նայենք, կտեսնենք, որ դեռ վաղ է նման պնդում անել եւ կտեսնենք, որ այնուամենայնիվ Թրամփը դեռ չի սկսել Պուտինի հետ բանակցել։ Ընդամենը մեկ հեռախոսազրույց դեռ չի եղել որևէ հանդիպում Պուտինի հետ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Թրամփը ինագուրացիայից անմիջապես հետո մի քանի բացասական հայտարարություններ անեց Պուտինի հասցեին, որ Պուտինը լավ չի կառավարում երկիրը, Ռուսաստանը տանում է դեպի կործանում եւ այլն։ Եվ հետո կտրուկ շրջվեց հակառակը, կտրուկ փոփոխություններ արեց եւ սկսեց ճնշում գործադրել Ուկրաինայի վրա։ Կարծում եմ խնդիրն այստեղ այն է, որ ինքը փորձում է զինադադարի հասնել իր կարծիքով թույլ օղակին սեղմելու միջոցով, իսկ թույլ օղակը ըստ իրեն դա Ուկրաինան է եւ այնինչ տեղի ունեցավ փետրվարի 28-ին դրա վկայությունն է, փետրվարի 28-ին Թրամփին թվում էր, թե Զելենսկին միանգամից կստորագրի այդ գործարքը, դիլը, հա, օգտակար հանածոների կամ այդ մետաղների եւ չի խոսա, չի բարձրաձայնի անվտանգության երաշխիքների հարցը, որից հետո Թրամփը արդեն կզրուցի Պուտինի հետ, ասեմ, որ Պուտինի գլխավոր խնդիրներից մեկը նաեւ այն է, որ զինադադարից հետո կողմերը հասնեն Զելենսկու հեռացմանը, լինեն ընտրություններ, որտեղ զինադադարը թույլ է տալիս վերացնել ռազմական դրությունը Ուկրաինայում, հետևաբար նաև խոսել ընտրությունների մասին, հեռացնել Զելենսկուն, դնել Կրեմլի դրածոյին, որը հետո արդեն վերջնական կապիտուլյացիան կստորագրի։ Զելենսկին չգնաց այդ քայլին եւ սպիտակ տան օվալ այդ սենյակում տեղի ունեցած միջամտությունը հենց դրա հետևանքն էր։ Ես կարծում եմ, որ Զելենսկու այցից առաջ ամերիկացիները արդեն հասկացել էին, որ Զելենսկու թիմը եւ Զելենսկին մտադիր չի ստորագրել այդ դիլը կամ գործարքը առանց խաղաղության երաշխիքների եւ նույնիսկ խոսակցություն կար, որ
Զելենսկու այցը վտանգված է եւ Թրամփը խնդրել է որ Զելենսկին չգա, հետո ասում էին որ Զելենսկին զանգեց շտաբ Մակրոնին, որը համոզեց Թրամփին եւ այցը կայացավ, բայց եթե հիշում եք Զելենսկու այցի հենց ամենասկզբում դեռ մեքենայի մոտ, այսինքն հանդիպումը դեռ չսկսած, երբ Զելենսկին իջավ մեքենայից, Թրամփը նայելով լրագրողներին, այսպես մատով ցույց տվեց Զելենսկու վրա եւ ասեց այսօր լավ է հագնվել, այսինքն արդեն թրոլինգը սկսեց Զելենսկու, նկատի ուներ Զելենսկու հագուստը, ինչի կոստյում չի հագել եւ հանդիպման ժամանակ այդ լրագրողը այդ հարցը տվեց, սադրիչ հարցը, պարոն նախագահ, ինչի կոստյում չեք հագել, իդեպ այդ լրագրողը հայտնի մագայի այդ ներկայացիչ Թեյլոր Գրինի մտերիմ ընկերն է, որը ղեկավարում է ռադիկալ աջ ԶԼՄ-ն եւ դա էր պատճառը, որ վեճ բռնկվեց, Զելենսկին իհարկե պատասխանեց, հետո JD Vance խոսակցության մեջ մտավ եւ այլն, ասած այն է, որ բուն սադրանքի նպատակը այն էր, որ ամերիկացիները հասկացան, որ Զելենսկին մտադիր է պնդել երկու բան, առաջինը անվտանգության երաշխիքներ, առանց որոնց զինադադարը փխրուն կլինի եւ Մինսկ 1, Մինսկ 2 պայմանավորվածությունների նման Պուտինը կխախտի, որտեղ դրանից առաջ, եթե հիշում ենք 14-15 թվականներին Մինսկի Նորմանդիան այդ ֆորմատով Մինսկի պայմանավորվածություններ եւ զինադադար կնքվեց, որը Պուտինը 20-ից ավել անգամ խախտեց եւ նորից դիմեց ագրեսիայի։ Սա մեկ եւ երկրորդը Զելենսկին նաեւ պահանջեց, որ բանակցությունների սեղանին անպայման լինի Եվրոպան եւ Եվրոպան եւս մասնակցի վերջնական խաղաղության հաստատման։ Ես կարծում եմ, որ այն կտրուկ շրջադարձը, որը մենք հիմա տեսնում ենք Թրամփի այդ պահվածքից հետո, ես նկատի ունեմ Թրամփի վրա հսկայական ճնշումը թե ԱՄՆ-ի ներսում դեմոկրատների կողմից, հանրապետական կոնգրեսականների մի զգալի հատվածի կողմից, ամերիկյան ժողովրդի կողմից եւ թե ճնշումը դրսում, այսինքն Եվրոպական միության կողմից, ի վերջո կարծում եմ Թրամփին կսթափեցնի եւ Թրամփը կհասկանա, որ ինքը ուրիշ ելք չունի, քան ճնշում բանեցնել Պուտինի վրա, որովհետեւ Պուտինն է խաղաղության խոչընդոտը, Պուտինն է ագրեսորը եւ Պուտինն է, որ պիտի գնա զիջումների, լինելով ագրեսոր, գնա զիջումների խաղաղության համար։ Եթե Թրամփը դա չանի, ապա խաղաղության հաստատման հիմնական դերակատարումը կընկնի Եվրոպայի ուսերին եւ ոչ միայն Եվրոպայի, նաեւ այլ երկրների, ասենք Ավստրալիա, Կանադա, ինչու՞ չէ նաեւ Ճապոնիա, որոնք մանավանդ եվրոպական երկրները հասկանում են, որ եթե հիմա խաղաղությունը չպարտադրվի ուժի դիրքերից, ապա Պուտինը Ուկրաինայի վրա կանգ չի առնի եւ կշարժվի առաջ դեպի Մերձբալթյան երկրներ, Լեհաստան եւ այլն եւ այն ելույթները, այն կոչերը, որ մենք հիմա տեսնում ենք, ես նկատի ունեմ եւ Բրիտանիայում Զելենսկու այցի ժամանակ ջերմ ընդունելությունը, որը Զելենսկին արժանացավ այդ ընդունելությանը եւ վարչապետ Քիր Ստարմերի կողմից եւ թագավորի կողմից եւ այն որ Բրիտանիան հայտարարեց որ կավելացնի աջակցությունը Ուկրաինային դրան հաջորդեց Եվրամիության գագաթաժողովը այսօր կայանում է հաջորդ գագաթաժողովը Եվրամիությունում Ուրսուլա ֆոն դեր Լայենը արդեն խոսում է 800 միլիարդ եվրո գումար ստեղծելու Ուկրաին աջակցելու համար Գերմանիան եւ Ֆրանսիան բանակցում են ռուսական կենտրոնական բանկի 300 միլիարդ եվրո թե դոլար ակտիվների սառեցրած ակտիվների օգտագործում կներեք ես ասեմ նաեւ Մակրոնի երեկվա ելույթը Չէ դու նշում եք ես դրանց հետ համաձայն եմ այո կան նման բաներ բայց մյուս կողմից էլ կարծում եմ չեք հերքի որ եվրոպական հասարակությունում ժողովրդի շրջանում արդեն դժգոհություններ էլ կան թե որտեղ են ուղղվում իրենց վճարած հարկերը Դա մի կողմից, բայց մյուս կողմից եվրոպական հասարակությունը կարծում եմ հասկանում է, որ եթե Ուկրաինային եւ Ռուսաստանին Ամերիկայից անջատում է մի ամբողջ օվկիանոս,
ապա եվրոպական երկրները ուղիղ վտանգված են, որովհետև ռուսական բանակը շատ մոտ է եւ Ուկրաինայի հարևան երկրներ են նրանք հանդիսանում եւ այն որ վերջերս Բունդեստագի ընտրություններում հաղթեց Մերսի կուսակցությունը քրիստոնեա դեմոկրատական, իսկ Մերցը այն գործիչն է, որը խոսում է Ուկրաինային աջակցելու Տաուրուս հրթիռներ տրամադրելու մասին, վկայում է նրա մասին, որ Ուկրաինայում հասարակությունը սկսում է արթնանալ թմբիրից, այո, 80 տարի նրանք հանգիստ էին, կարծում էին, որ ամերիկյան այդ բանը հովանոցը, հա, պայմանական հովանոցը նրանց կպաշտպանի, ամերիկան նրանց ապահովում է անվտանգության երաշխիքներ, միջուկային, ոչ միջուկային, ամերիկյան կոնտինգենտը Եվրոպայի եւ այլն, եւ նրանք կարող են չմտածել սեփական բանակի պաշտպանության ծախսերի մասին, հիմա նրանք տեսնում են, որ դա այդպես չի եւ պատերազմը նրանց քթի տակ է արդեն։ Եվ ես կարծում եմ, որ սա լավ է, որովհետև Եվրոպան հսկայական ներուժ ունի 500 միլիոն բնակչություն ներուժ ունի 15, եթե չեմ սխալվում, տրիլիոն եվրոյի համախառն ընդհանուր ներքին բան ունի, ծավալներ ունի, տնտեսական, միայն Նորվեգիայի սուվերեն ֆոնդը, որը Նորվեգիան կուտակել է նավթի դոլարներից եկած եկամուտների, կազմում է 1.7 տրիլիոն եվրո։ Այնպես որ Եվրոպան շատ ավելի գումար ունի, քան ԱՄՆ-ն, կարծում են, կամ գոնե ոչ պակաս, եւ Եվրոպան եւ գումարներ կգտնի եւ զենք կգտնի եւ կանի դա հնարավորինս արագ, որովհետեւ հասկանում են, որ վիճակը օրհասական է եւ Մակրոնի երեկվա ելույթը, որտեղ նա կտրականապես մերժեց խաղաղություն ի հաշիվ Ուկրաինայի, այսինքն Ուկրաինայի կապիտուլյացիայի գնով, Մակրոնը ասաց, որ Պուտինն է ագրեսոր եւ Պուտինը ռուս-ուկրաինական պատերազմը սարքել է գլոբալ պատերազմ, որովհետեւ ներգրավել է Հյուսիսային Կորեայի զորքերը եւ իրանական շահիդները։ Մակրոնը ասաց, որ Ռուսաստանը այլևս սպառնալիք է Եվրոպայի եւ քաղաքակիրթ աշխարհի համար եւ պիտի լինի այո խաղաղություն, բայց ոչ ի հաշիվ Ուկրաինայի, ոչ Ուկրաինայի կապիտուլյացիայի գնով, այլ Ռուսաստանի թուլացման եւ խաղաղություն պարտադրելու pacify պարտադրելու գնով Եվ այն մռայլ արձագանքը, որ Մակրոնի ելույթից հետո մենք տեսնում ենք Մոսկվայում, դրա վկայություն է։ Ռուսները հասկանում են, որ Եվրոպան ի վիճակի է փոխարինելու Ամերիկայի Միացյալ Նահանգներին, չնայած նորից եմ կրկնում, եկեք չշտապենք, ես կարծում եմ, որ շատ մեծ հավանականություն կա, որ ինքը Թրամփը կտրուկ կշրջվի դեպի Ուկրաինա, հաշվի առնելով այն հսկայական բողոքի ալիքը, որ բարձրանում է եւ ամբողջ աշխարհում եւ ԱՄՆ-ի ներսում։ Շատ լավ, վերադառնանք Հայաստան, պարոն Գասպարյան, արդեն իսկ եղանակները սկսում են տաքանալ, նշանակում է, որ փողոցային պայքարի համար բարենպաստ պայմաններ են, երբ որ նայում ենք Հայաստանի ներքաղաքական դաշտին այս պահի դրությամբ, հնարավոր համարում եք կոնսոլիդացիա նկատի ունենալով, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցները արդեն այսպես հրապարակավ փոխհրաձգություն են սկսել միմյանց դեմ։ Մենք այս մի քանի տարիներին խոսում ենք նախկին ներկա սև սպիտակի մասին, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի Հայաստանի քաղաքական դաշտում եղած քաղաքական ուժերը բաժանել երկու մասի, ազգային եւ ապազգային։ Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք ծառայում են օտար տերությանը, օտար որևէ ուժերին, ապազգային են, որովհետեւ չեն ծառայում ազգային շահերին։ Դա կարող է լինել եւ Ռուսաստանը եւ որևէ այլ գերտերություն։ Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք հայակենտրոն են եւ ազգային շահը ամենից վեր են դասում եւ պայքարում են Հայաստանի իրական ինքնիշխանության համար, դրանք էությամբ ազգային ուժեր են, որոնք այո կարող են հանդես գալ Արևմուտքի հետ դաշնակցելու օգտին, Իրանի, Հնդկաստանի, բայց միայն այն պատճառով, որովհետեւ կա շահերի համընկնում, որովհետև եթե մենք խոսում ենք Հայաստանի ազգային շահը հետապնդելու մասին, մենք պիտի գտնենք դաշնակիցներ, որոնց շահերը համընկնում են մեր ազգային շահերի հետ, որովհետև առանց դաշնակիցների մենք մեր ուժերով Հայաստանի նման փոքր երկիրը չի կարող ինքնուրույն հզորանալ, զարգանալ, նույնիսկ Իսրայելի նման հզոր երկիրը, երբ որ խնդիր է ունենում, դիմում է իր դաշնակիցներին։ Սա իմիջայլոց։ Հիմա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան
դիմակայությունը կարծում եմ հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը արդեն որևէ կասկած չունի, որ այնինչ տեղի է ունեցել եւ տեղի է ունենում այս հետխորհրդային տարիներին, չի կարելի անվանել անկախ ինքնիշխան երկիր։ Հայաստանը ցավոք սրտի չարեց այն քայլերը, որոնք մենք պիտի անեինք, որպեսզի դառնանք իրական ինքնիշխան երկիր եւ ունենանք ազգային իշխանություն, որը հետապնդի սեփական երկրի շահերը, այլ ոչ թե օտարի շահերը եւ որը ձեռք բերի իրական դաշնակիցներ, այլ ոչ թե դաշնակիցներ, որոնք քեզ խափում են եւ քծում են։ Եվ դա եղել է եւ Տեր-Պետրոսյանի, եւ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, եւ առավել եւս Նիկոլ Փաշինյանի օրոք։ Եվ մենք դա տեսել ենք եւ Գույք Պարտքի դիմաց գործարքի օրինակով, եւ հայկական հոպը ռուսներին տալու օրինակով, եւ տնտեսության թալանի եւ բանակի թալանի եւ այլն, եւ նույն Արցախի հարցում եւ այլն։ Հիմա ինչով է բացատրվում Քոչարյան Սերժ Սարգսյան դիմակայությունը։ Շատ պարզ։ Քոչարյան Ռոբերտը իր վերջի ասուլիսում հայտ ներկայացրեց իշխանափոխության եւ կարծում եմ նա գրեթե ուղիղ տեքստով դրա մասին խոսեց, ասելով, որ ինքը ի տարբերություն երրորդ նախագահի Սերժ Սարգսյանի հավատում է, որ դա կարելի է անել ընտրությունների միջոցով, մինչդեռ երրորդ նախագահը չի հավատում ընտրություններին, հետեւաբար կարող ենք ենթադրել, որ երրորդ նախագահն հավատում է փողոցով իշխանափոխության գալուն։ Ինչու է այս դիմակայությունը սրվել հենց հիմա։ Նախորդ տարիներին եղել են այսպես կոչված ընդդիմադիր շարժումներ, 21 թվականին 17+ ձևաչափ, 22 թվականին լաոների ձևաչափը, 23 թվականին ազգային կոմիտեն սեպտեմբերին Արցախի հայաթափման ժամանակ, 24 թվականին Սրբազան շարժումը, որի օրակարգին մենք փորձեցինք աջակցել, հետո հասկացանք, որ այնուամենայնիվ շարժումը շեղվեց իր օրակարգից եւ սկսեց սպասարկել ռուսական կայսրության շահերը, դրանք բոլորը կարծում եմ եղել են կեղծ ընդդիմադիր օրակարգեր, որոնց իրական նպատակը իշխանափոխություն չի եղել։ Նրանք սպասարկել են Կրեմլի շահերը Նիկոլի թիկունքը պահելու, ժողովրդի դժգոհության գոլոշին բաց թողելու։ Այդ թվում Սրբազան շարժման մասին նման։ Այո, կյանքը դա ցույց տվեց։ Իսկ Բագրատ Սրբազանը ձեր գնահատմամբ գիտակցված շարժում է սկսել Ռուսաստանի շահասպասարկել։ Բագրատ Սրբազանը, եթե իրոք նպատակ ունենար իշխանափոխություն անելու, առնվազն պիտի հասկանար, որ ինքը պիտի մինչև վերջ սպասարկեր իր մայիսի 9-ի օրակարգը, Նիկոլ Փաշինյանի հրաժարական, անցումային կառավարություն, արտահերթ ընտրություններ։ Եվ Բագրատ Սրբազանը պիտի հասկանար, որ օրը որ ինքը շեղվի այդ օրակարգից եւ ժողովուրդը սկսի նրան ասոցացնել նախքին որևէ ուժի հետ, նա կմսխի ժողովրդի վստահությունը եւ հրապարակը կդատարկվի, ինչը եւ տեղի ունեցավ ցավոք սրտի։ Բայց հիմա էլ չէ, նույն օրակարգն է, Սրբազանն ասում է, որ իշխանափոխություն։ Դու կարող ես ասել ինչ որ օրակարգ, բայց քո քայլերով ապացուցել հակառակը, ցավոք սրտի Բագրատ Սրբազանի դեպքում մենք դա տեսանք։ 17 թվականի, 21 թվականին 17+ ձևաչափը խնդիր էր դնում ժողովրդի հետ պատերազմյան դժգոհության գոլոշին բաց թողելու միջոցով Նիկոլի վերարտադրությունը ապահովել եւ մուրջ մանգաղ աստղ խորհրդարան ձևավորել Կրեմլի քվոտաներով, Կրեմլի խավորությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը դեռ անելիք ուներ։ Նույն նպատակին էր ծառայում լաոների շարժումը 22 թվականին եւ այլն։ Հիմա է որ կարծում եմ Կրեմլի մտադրությունները արդեն լուրջ են եւ ես չեմ բացառում, որ հիմա արդեն Կրեմլի օրակարգում իրական իշխանափոխության խնդիր կա, ինչու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը արդեն նախ սպառել է իր միսիան եւ երկրորդը ավելի շատ նժարը թեքում է դեպի Թուրքիա, թուրքական վիլայետ, Բաքվի եւ Անկարայի շահերի սպասարկում, ինչը որ բնական է մանավանդ հիմա, երբ կան ռուս-թուրքական որոշակի եւ ռուս-ադրբեջանական հակասություններ, Կրեմլի դուրը չի գալի եւ դրանով է բացատրվում Ռոբերտ Քոչարյանի ասպարեզ գալը եւ Սերժ Սարգսյանի նյարդային արձագանքը։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե Կրեմլը որոշի հիմա կատարել իշխանափոխություն,
ապա դա կարվի ավելի հավանական է Քոչարյանի եւ նրա թևի միջոցով եւ օգնությամբ այստեղ պետք է հիշենք նաեւ 16-18 թվականների իրադարձությունները նախ ասեմ որ Սերժ Սարգսյանը էր որ Նիկոլ Փաշինյանին բանտից ազատեց վաղաժամ Սերժ Սարգսյանի տարիներին էր, որ Նիկոլ Փաշինյանը ձևավորեց կուսակցություն, հետո ելք դաշինք, որը 17 թվականին Սերժ Սարգսյանի օրոք մտավ խորհրդարան, հավաքելով իր հայտնի այդ 7% ձայները, եւ Նիկոլ Փաշինյանի կողմից Սերժ Սարգսյանի կողմից Նիկոլ Փաշինյանին բուծում էին, պատրաստում էին ավելի լուրջ դերակատարման համար 16 թվականին ապրիլյան պատերազմից հետո, երբ որ Սերժ Սարգսյանը չկարողացավ կատարել Կրեմլի առաջադրանքը Լավրովյան պլանի մասին է խոսքը, հենց չկարողացավ, ոչ թե չցանկացավ, որովհետև այն ժամանակ այնուամենայնիվ մեր բանակը չենթարկվեց նահանջի դավադիր հրամաններին, Ադրբեջանը միգուցե դեռ այդքան ուժ չուներ եւ խնդիրը ավարտվեց ընդամենը 800 հեկտար զիջելով։ Այսինքն կարծում եք նահանջի հրաման է տրվել, բանակը չի ենթարկվել։ Միանշանակ, ես չեմ կարծում, պատմում են վկայողներն են դա ասում։ Եվ 800 հեկտարով ավարտվեց եւ հետո եղավ Սասնա-Ծռերի ապստամբությունը եւ Կրեմլը հասկացավ, որ խնդիր ունի իշխանափոխության Հայաստանում եւ այդ պատճառով ասպարեզ բերվեց Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որը հետո պետք է փոխարիներ Սերժ Սարգսյանին պլանը ավարտին հասցնելու համար։ Եվ այստեղ է որ իսկ Կարեն Կարապետյանը կարծում եմ գիտենք որ ավելի շատ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն է։ Եվ այստեղ է որ Ռոբերտ Քոչարյանի, այսինքն Սերժ Սարգսյանին հաջողվեց 18-ի այսպես կոչված Թավշյա հեղափոխությունը, որը Կրեմլը անում էր Նիկոլի օգնությամբ, այսինքն այդ ալիքը բարձրացնում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա գիտեք Շարմազանովը, Աշոտյանը կարող են վիճել, ասենք Ագնեսայի հետ, բայց այդ վեճը, որ ես նայում եմ, ծիծաղ առաջացնում, ով բերեց, միմյանց մեղադրում ենք, դուք բերեցիք, չէ, դուք բերեցիք, կներեք, միմյանց մեղադրել պետք չի, որովհետև դուք երկուսդ էլ սպասարկել եք միշտ Կրեմլի շահերը եւ Կրեմլի աջ եւ ձախ ձեռքերն եք։ Եվ այնինչ տեղի ունեցավ 18 թվականին հետեւյալն էր։ Նիկոլ Փաշինյանը Գյումրիից քայլելով գալիս է Երևան Եվ Սերժ Սարգսյանի ռեժիմը փոխանակ նրան ձերբակալի ուղարկում է ՀՄԿ-ին լուսաբանելու այդ մարդուն, որը գալիս է Իրան մերժի։ Հետո Նիկոլ Փաշինյանը գրողում է ռադիոտունը եւ ոչ մեկ նրան չի ձերբակալում։ Այսինքն հրահանգ կար Մոսկվայից այդ մարդուն թույլ տալ ալիք բարձրացնել, որի վրա պիտի գար Կարեն Կարապետյանը։ Հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը օգտվելով հրապարակի 200-300 հազարանոց այդ ցույցերից ասեց ինչու Կարենը այլ ոչ թե ես եւ եթե հիշում եք ես լավ եմ հիշում գոնե ես լավ եմ հիշում ապրիլի 25-ին իր ամբողջ ելույթը Նիկոլ Փաշինյանը նվիրեց Կարեն Կարապետյանին մերժելու թեմային Սերժ Սարգսյանը արդեն հրաժարական էր տվել ապրիլի 23-ին 25-ին այդ ելույթն էր եւ Դրանից հետո մայիսի 1-ին պարլամենտը չքվեարկեց Նիկոլի օգտին եւ Կրեմլից եկավ դեսանտ, падգամավորների դեսանտ իջավ, Ռիշկով, Կալաշնիկով եւ մյուսները, որոնք զրույց ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ եւ պայմանավորվեցին, որ այսինքն Նիկոլ Փաշինյանը միգուցե ասեց ձեզ ինչ է պետք որ Կարենը անի, որ ես չեմ անի։ Ես էլ կանեմ են ինչ որ պիտի անի Կարենը, միայն թե ես նստեմ այդ աթոռին։ Այսինքն սա իմ քաղաքական վերլուծությունն է, այդ բոլոր փաստերը, երբ որ ես համադրում եմ, ես գալիս եմ այս եզրակացությանը։ Եվ հետեւաբար կարող ենք ասել, որ Կրեմլի տեխնացուն Կարեն Կարապետյանը չդարձավ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը պարտադրեց սեփական տեխնացիոնը պայմանով, որ հետո ինքը կատարի այդ բոլոր Արցախի հետ կապված ռուս-թուրքական առաջադրանքները, ուժային կառույցների ղեկավարներ լինեն Կրեմլի համար ընդունելի մարդիկ, Վանեցյան Օսիպյան, Հունան Պողոսյանը Գնասյունիքի մարզպետ եւ այլն, եւ դրա փոխարեն Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի կողմից ստացավ անվտանգության երաշխիքներ եւ մենք տեսանք, որ այս 7 տարիների ընթացքում ոչ Սերժ Սարգսյանը, ոչ նրա եղբայրը, ոչ նրա փեսան,
պատժի չենթարկվեցին։ Եվ հիմա է որ կարծում եմ Սերժ Սարգսյանը պատժի չենթարկվեցին, որտեվ անում էին, պարոն Գասպարյան։ Ոչ, որովհետև կար պայմանավորվածություն Նիկոլի եւ նրանց միջև։ Աթոռը զիջելու դիմաց։ Այսինքն հիմա է որ մենք տեսնում ենք այդ դիմակայության բում պատճառները ինչու են կայանում եւ հասկանում ենք։ Ես կարծում եմ որ այնինչ որ ես հիմա ասում եմ ժողովրդի գրեթե մեծամասնությունը 70-80% ժողովրդի հասկանում են եւ այդ պարզ ճշմարտությունը տեսնել եւ հասկանալու համար այսքանից հետո պետք չի լինել քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր, հա? Եվ սա այնքան պարզ է, այնքան ջրի երեսին է, որովհետեւ շատ հստակ ամեն ինչ արդեն երևում է։ Այնպես որ ես կարծում եմ, որ մենք կանգնած ենք այո իշխանափոխության շեմին, միգուցե մեծ հավանականությամբ, բայց իշխանափոխություն, որը նախաձեռնելու է Կրեմլը, եթե շարփատ-ուրփաթից շուտ չգա եւ Կրեմլի ներսում չսկսեն ինչ-որ զարգացումներ, իսկ դա չի բացառվում, ամենևին չի բացառվում, որովհետեւ Ռուսաստանի վիճակը օր-օրի վատթարանում է եւ տնտեսությունը նկատի ունեմ, եւ ռուսական բանակի վիճակը եւ Կրեմլի էլիտայի ներսում սրա մասին կարող ենք երկար խոսել, ես փաստերով կարող եմ ապացուցել եւ բավական է ասել, որ եւ արդեն դրա մասին շատերն են խոսում, նախագահ Բայդենը 4 անգամ թույլ չտվեց, որ Ուկրաինան ռազմական հաջողություն ունենա եւ ռազմական հաղթանակ տանի մարտի դաշտում։ Առաջի անգամ դա տեղի ունեցավ 2022 թվականի ամռանը, երբ գեներալ Զալուժնին մտադիր էր Զապորոժիայի մարզի ճեղքում կատարելով հասնել Ազովի ծովի ափ 22 թվականի ամռանը, երբ որ ռուսական բանակը հյուծված էր, ես հիշեցնեմ ձեզ, որ սկզբում ռուսական կոնտինգենտը ընդամենը 200,000 զինվոր էր, իսկ Ուկրաինայի համար մեծ երկրի, Ուկրաինայի նման մեծ երկրի համար դա չնչին թիվ է։ Բայդենը դա թույլ չտվեց, երկրորդ անգամ դա տեղի ունեցավ նույն 22 թվականի աշնանը Խարկովի եւ Խերսոնի հակահարձակման ժամանակ, երբ ռուսական զորքը նահանջում էր եւ ուկրաինացիներին թույլ չտվեցին հետապնդելով ջախջախել 20-30 հազարանոց ռուսական զորքը, որը Խերսոնի մարզից Դնեպրի գետը անցավ եւ անցավ Ձախապ։ Երրորդ անգամ դա տեղի ունեցավ, հետո Ուկրաինայի ինտերվելիկ օգնությունը դանդաղեց եւ Սուրավիկինի գծերը կառուցեցին ռուսները, զորակոչ արեցին սեպտեմբերին, շունչ քաշեցին եւ 23 թվականի ամռան հակահարձակումը եւս տապալվեց, որտեղ նաեւ գլխավոր հարձակման ուղղությունը այդ հետախուզական տվյալները Պենտագոնը ռուսներին արտահոսք ապահովեց եւ չորրորդ դեպքը, երբ ռուսները փրկվեցին Բայդենի շնորհիվ, դա ուրեմն Պրիգոժինի արշավի ժամանակ էր, երբ Վաշինգտոնից զանգեցին Կիևին, խնդրելով, հորդորելով կտրուկ շարժումներ չանել, ինչի դա արվեց, երկու պատճառ, Ամերիկան միշտ այսպես վախ է ունեցել, որ Ռուսաստանի կտրուկ փլուզումը եւ տապալումը քաոսի կհանգեցնի, իսկ Ռուսաստանը միջուկային գերտերություն է, նրանց կարծիքով, եւ այդ քաոսը կարող է անկառավարելի դառնալ եւ այլն, սա մեկ եւ երկրորդը նրանց վախ ունեն, որ Ռուսաստանի փլուզումային զարգացումների ժամանակ Չինաստանը կարող է օգտվել Սիբիրի, Հեռավոր Արևելքի տիրանալու միջոցով։ Ես կարծում եմ, որ երկու վախերը նախ այնքան էլ արդարացված չեն, որովհետև Ռուսաստանի միջուկային զենք ունեցող երկիր է, բայց նախ այդ միջուկային զենքը արդեն շատ հնացած է եւ վերջի այդ սարմատների փորձարկումները դրա վառ ապացույցն են, երբ երկու անգամ սարմատը նույնիսկ շախտայի մեջից չթռավ պայթեց, բայց եթե նույնիսկ կա մարտունակ միջուկային զենք, ես կարծում եմ, որ Արևմուտքը պիտի հասկանա, որ Պուտինը երբեք դա չի կիրառի, որտեղ ինքը ուզում է ապրել եւ ինքը եւ իր շրջապատը եւ դա ընդամենը բլեֆ է, կուտ է, որը որ ցավոք սրտի Ամերիկան կերավ։ Բայց ես վստահ եմ, որ Ռուսաստանում փլուզումային զարգացումներ այնուամենայնիվ լինելու են, որովհետեւ ամեն ինչ չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են վերահսկել։ Այսինքն 91 թվականին, հեռավոր 91 թվականին ԱՄՆ-ն եւս դեմ էր, որ ԽՍՀՄ փլուզվի եւ նախագահ Բուշը, ավակ Բուշը, նախագահան եկել էր Ուկրաինայի խորհրդանում, ելույթ էր ունենում, հորդորելով ուկրաինացիներին չպահանջել անկախություն, ուկրաինացիները ձեռքերով խփեցին սեղանին եւ
նրա դեմ ելույթ ունեցան եւ հետո այնուամենայնիվ ԽՍՀՄ փլուզվեց։ Նույնը լինելու է Ռուսաստանում հիմա կարող ենք վիճել ժամկետների առումով, բայց փլուզումը անպայման լինելու է, որտեղ Ռուսաստանի տնտեսությունը ողբալի վիճակում է, ինֆլյացիայի հսկայական տոկոսը 29-30%, կենտրոնական բանկի տոկոսադրույքը 21%, երկիրը ստագֆլյացիայի մեջ է կամ հիպերինֆլյացիայի վտանգի առաջ, ոլորտներ, մի ամբողջ ոլորտներ կանգնած են սնանկացման եզրին, բանկային ոլորտ, շինարարական ոլորտ, մետալուրգիական, ածխահանման ոլորտը, ասենք բյուջեի դեֆիցիտը տրիլիոնավոր ռուբլիների դեֆիցիտ է, աշխատուժի կտրուկ պակաս կա եւ որոշ ռուս եւ արտասահմանցի տնտեսագետների կարծիքով Պուտինը ունի մի քանի ամիս տնտեսական ռազմական ռեսուրս, որից հետո շատ մեծ հավանականությամբ կարող են սկսել փլուզումային զարգացումներ։ Ես սրանով է բացատրվում Պուտինի շտապողականությունը եւ Պուտինի այսպես կտրուկ բաները, քայլերը եւ վերջին հույսը, որ Թրամփը 5-րդ անգամ Բայդենի 4 դեպքերից հետո 5-րդ անգամ հիմա արդեն Թրամփը կփրկի Ռուսաստանին տապալումից։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցում է ազգային ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանի հետ, կհանդիպենք։